Սպասված ակցիայի իդեալ համակարգից։ Փոխարինեք ձեր 5 նոր առավել ժամանակակից եւ խնայող կաթսայով։ Մանրամասները idealsystem.am։ Շնորհակալություն, քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին սույն ներկայացված նախագիծը շատ կարևոր եմ համարում, որտեղ այսօր Հայաստանի Հանրապետությունում խիստ տարածում է գտել տրանսպորտային միջոցների պահեստամասերի գողությունը։ Սա դարձել է պատուհաս մեր ազգաբնակչության համար եւ այնքան մեծ տարածում ունի, որ հաճախ քաղաքացիները ուղարկի հայտարարություն չեն տալիս հանցագործության մասին եւ այդ դեպքերը մնում են չբացահայտված, ասինքն լատենտ վիճակում եւ ինչու չեն քաղաքացիները հայտարարություն տալիս հանցագործության մասին, որովհետեւ իրենց փորձը ցույց է տվել, որ այդ հանցագործությունների մասին հայտարարությունները հաջողությամբ չեն պսակվում, հանցագործները չեն բացահայտվում եւ ամենավատը շատ հաճախ բացահայտվում են, ոստիկանությունը մեծ ռեսուրսներ ուժ է օգտագործում եւ այդ հանցագործությունների բացահայտման ուղղությամբ բացահայտում, բայց դատավարական հեռանկարներ գրեթե չեն ունենում, այսինքն այդ մարդիկ չեն կալանավորվում, այդ մարդկանց նկատմամբ ազատազրկման ձևով պատիժներ չեն կիրառվում եւ նույնիսկ շատ դեպքեր ունենք, երբ հանցագործության մեջ կասկածյալը արդեն ներառվել է որպես մեղադրյալ, բայց այդ մեղադրյալի կարգավիճակում հանդերձ շարունակել է գողություններ կատարել տրանսպորտային միջոցներից, պատկերացնում եք, ինքը մեղադրյալ է այդ գործով, բայց 1 օր, 2 օր հետո նորից են մեր ոստիկանները մեծ ջանքերի շնորհիվ, մեծ ռեսուրսների շնորհիվ բացահայտում, բռնում հանցագործին, բայց արդյունք չկա, այդ մարդը ոչ ազատազրկվում է, ոչ էլ։ Եվ իհարկե այս առումով հանցագործության որակումը փոխվում է, արդեն ոչ մեծ ծանրության հանցագործությունից այն դառնում է միջին ծանրության հանցագործություն, ինչը նշանակում է, որ եւ սանկցիաները եւ դատավարական պրոցեսները արդեն մի քիչ ավելի խիստ կլինեն, քան նախկինում, եւ հուսով եմ, որ այս փոփոխությամբ հնարավորություն կունենան գոնե կանխել այս հանցագործությունները։ Շնորհակալություն։